Արմնուր լրատվականի բացառիկ տեղեկությունների համաձայն Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղան Աբեղա Երնջակյանին ծանուցում է ուղարկվելու, որպեսզի նա ներկայանա Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին հարցաքննության։ Հայտնել ենք, որ քննչական կոմիտեն նոր գործընթաց է սկսելու Գարեգին Բ-ի շուրջ։ Հոկտեմբերի 17-ին համացանցում հայտնվել էր Նաթան arczepiskopos Հովհաննիսյանի եւ Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղան Աբեղա Երնջակյանի 2023 թվականի հոկտեմբերի խոսակցության ձայնագրությունը։ Ձայնագրության բովանդակությունը այն մասին էր, թե իբր Գարեգին Բ-ն եկեղեցականներին ստիպել է մասնակցել հակաիշխանական ցույցերին, որի դեմ որոշ հոգեվարականներ ընդվզել են։ Ինչ է նշանակում մորոց վերցրու գնա Նիկոլի դեմ։ Նիկոլի հերը շուն դառը, իմ մերը խաղալիք է, ինչ է։ Տաղեն զոհված ինքը վիշտը ստիպը պիտի գնա Նիկոլի դեմ բան անի, ցույց անի, ինչա թե կաթոլիկոսը տեսնի ուրախանա, հրճվի։ Ոնց են մորոց քաշքշում ոստիկանները։ Եվ այդ հանձնարարությունը չանելը նշանակում է անհնազանդություն։ Եղավ, դե կխոսենք էլի։ Շնորհակալություն։ Եղավ, բալես։ Արմնուր լրատվականը դիմել էր գլխավոր դատախազություն։ Արմնուր լրատվականների պատասխան հայտնել էին, որ համացանցում տարածվող ձայնագրությունը վարույթի շրջանակում քննության առարկա կդառնա։ Իսկ ինչ վարույթի մասին էր խոսքը, բանն այն է, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հավաքներին մասնակցելուն հարկադրելու, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու եւ խոշոր չափերով վստահված գույքի հափշտակություն կատարելու դեպքերի արդիվ նախաձեռնված է քրեական վարույթ, որի շրջանակներում կալանավորվել են Արագածոտնի թեմի առաջնորդը arczepiskopos Պրոշյանը, որը Գարեգին Բ-ի քրոջ որդին է, Տեր Գարեգինը եւ առաջնորդանի հաշվապահը։ Եվ ահա համացանցում արկա ձայնագրությունը ուղարկվել էր քննչական կոմիտե, որպեսզի վերոնշյալ վարույթի շրջանակներում էլ քննության առարկա դառնար։ Վարույթի շրջանակներում նախաքննական մարմինը արդեն հարցաքննել է Նաթար arczepiskopos Հովհաննիսյանին, իսկ ահա նախաքննական մարմինը Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղա Աբեղա Երնջակյանին եւս պատրաստում է ծանուցում ուղարկել եւ հրավիրել հարցաքննության։ Հետևենք իրադարձությունների զարգացմանը։